Բագրատ Սրբազանի գրքի շնորհանդեսին, ինքներս մեզ հաղթելով շնորհանդեսին, կխոսենք Մովսես Շարբաթյանի ընտանիքի անդամներից, նրա մոր հետ, ով հրավեր են ստացել գտնվելու Բագրատ Սրբազանի գրքի շնորհանդեսին։ Այո, մենք հրավերք ենք ստացել մասնակցելու Բագրատ Սրբազանի գրքի շնորհանդեսին եւ չէինք կարող չմասնակցել, քանի որ ինքը մեր ընտանիքի ամենահարազատ մարդն է, շատ սիրված մեր կողմից, հարգված, եւ մենք եկել ենք ամբողջ ընտանիքով, թոռնիկներիս հետ միասին։ Անահիտ, Մովսես Շարբաթյանը երկար ժամանակ Բագրատ Սրբազանի հետ է եղել Սրբազան պայքարի ժամանակ եւ նրան կալանավորեցին ինչի համար, դուք ինչ եք գտնում, ինչի համար նրան կալանավորեցին եւ նախորդ դատական նիստին իր կալանքը 3 ամսով էլի երկարացրեցին։ Երևի համարում են իրեն ամենահարազատ մարդ, դրա համար կալանավորեցին եւ քանի որ Բագրատ Սրբազանին էլ երկարացրեցին կալանքը, մենք մտածում էինք, որ անպայման իրեն էլ կերկարացնի եւ այդպես էլ եղավ։ Եվ իրենք էլ մտածում են, որ Մովսես Շարբաթյանը պետք է անպայման միշտ լինի Բագրատ Սրբազանի կողքին։ Ինչպես միշտ ինքը ասում էր, ես միշտ լինելու եմ իր կողքին եւ ես երբեք չեմ դավաճանելու իրեն։ Կարծում եք դրա պատճառով է իր կալանքը երկարացվել։ Ես այստեղ ոչ մի ուրիշ անցանք չեմ գտնում։ Իսկ հույս ունեք, որ կալանքը կվերացվի եւ Մովսես Շարբաթյանը կվերադառնա ընտանիք իր 3 երեխաների մոտ։ Երբեմն ուզում եմ հուսալ, բայց ինչ որտեղ չեմ հավատում։ Ինչի՞։ Դե եթե երկարացնեին, եթե թողնեին, էլ չէին երկարացնի, որովհետեւ բոլորի խափանման միջոցը փոխեցին բացի Մովսեսից եւ Լիդիայից։ Մինչ այդ էլ Բագրատ Սրբազանին է։ Հիմա Լիդիային էլ փոխեցին, որի համար շատ ուրախ ենք մենք ամբողջ ընտանիքով, բայց Մովսեսին պահեցին։ Դրա համար ես չեմ հավատում, որ կփոխեն։